Ֆրանսիացի լրագրող Էլիզը 1990-ին բացահայտում է Արցախն ու ռմբակոծությունների տակ ապրող հայրենիքը չլքող արցախցիների չկոտրվող ոգին։ Էլիզը ֆրանսահայ ռեժիսոր Գորյուն Ապրիկյանի Արցախին նվիրած կոմիքսների գրքի հերոսուհին է։ Հեղինակն այն անվանել է «Մենք ենք մեր սարերը» եւ եվրոպացի լսարանին ներկայացրել հայկական Արցախի իրական պատմությունը, այնպես, ինչպես որ կա հին ժամանակներից մինչև մեր օրեր։ Mais pour comprendre l'histoire du Haut-Karabakh, il faut connaître Լեռնային Ղարաբաղի պատմությունը հասկանալու համար պետք է իմանալ հայերի պատմությունը, Օսմանյան կայսրության, պարսկական, ռուսական կայսրությունների պատմությունը։ Հայաստանը մոլորակի շատ փոքր մի մասն է, բայց այն աշխարհի թեժ կիզակետում է։ Եվ ես կարծում եմ, որ արևմտյան ընթերցողները պետք է հետաքրքրվեն սրանով, եւ դա նրանց թույլ կտա ոչ միայն հասկանալ Արցախի պատմությունը, այլև դրա միջոցով շատ բան կիմանան ընդհանուր համաշխարհային պատմության մասին։ grande partie est expliquée. Ղարաբաղյան շարժման, Արցախյան հերոսամարտի պատմությունից մինչև 44-օրյա պատերազմ, բլոկադա, Արցախի էթնիկ զտում եւ Թրամփի ճանապարհի համաձայնագիր, որտեղ ոչ մի բառով նշված չէ արցախցիների հարցը։ Սցենարիստը սկսել է աշխատել այս նախագծի վրա ավելի վաղ, քան 2023-ի ողբերգական դեպքերը տեղի կունենային։ Վերջին պահին դրանք էլ է ավելացրել։ Կոմիքսների գեղարվեստական պատմությունը համեմված է դոկումենտալ դրվագներով։ Pour moi, ça a été Ինձ համար սա այս գիրքը ստեղծելը Արցախի պայքարում իմ բաժին փոքրիկ քարը դնելն է։ Սակայն ցավում եմ, որ այդ քարը շատ ուշ դրեցի, այդուհանդերձ ուրախ եմ, որ հանդիպածս դժվարությունների ճանապարհին կարողացա այն ամեն դեպքում ավարտին հասցնել։ Արցախին նվիրված առաջին կոմիքսների գիրքն արդեն իրականություն է։ Գրքի համասցենարիստը Ժան-Բլեզ Դիժանն է, իսկ պատկերազարդողը իտալուհի Մարիա Ռիկոն, որոնք հեղինակի հետ միասին Լեռնային Ղարաբաղի պատմությունը ներկայացրել են խնամքով յուրաքանչյուր դետալ հաշվի առնելով, հատկապես որ գիտեին Գորյուն Ապրիկյանի սրտում այն հատուկ տեղ է գրավում։ je suis resté un mois en Artsakh, c'est pas énorme, mais Ես մոտ 1 ամիս մնացի Արցախում։ Դա շատ չէ, բայց այնուամենայնիվ բավական ժամանակ է երկրին մի փոքր ընտելանալու համար։ Հանդիպեցի մարդկանց, իսկ հետո գրեցի Արցախի պատմությունը։ Արցախի կորուստը, մարդկանց ապրած ցավը, պատերազմը, շրջափակումը հսկայական ցավ է։ Այսօր ես նոր եմ գիտակցել, որ այլևս երբեք չեմ կարողանալու այնտեղ գնալ։ Նոր եմ հասկանում, որ այս բոլոր տարիների ընթացքում պետք է շատ ավելի հաճախ գնայի Արցախ։ Պետք է երեխաներիս էլ ստիպեի ավելի հաճախ այցելել Արցախ։ Եվ կարծում եմ ուղղակի ջուրը զգալը, հողը զգալը, քարին դիպչելը, այս ամենին ահա որ կարոտում եմ։ Գորյուն Ապրիկյանն ասում է. Արցախի կորուստը նման է սգի, երբ ինչ-որ մեկին կարոտում ես, երանի ես տալիս, որ նրան պետք է ավելի հաճախ գրկեիր։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։